2025 թվականի հուլիսի 8-ը դեռ շատ հետևանքներ կունենա, երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի աչքի առաջ ՔՊԱ-ականները ծեծում էին իրենց ընդդիմախոս գործընկերներին, նա անգործություն ցուցաբերեց եւ ՔՊԱ-ական որևէ պատգամավոր պատասխանատվության չի ենթարկվել, եւ այս անբաժանելիությունը ծնեց նոր հետևանքներ։ Փաստ 1. 2023 թվական Ազգային ժողովի ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ազգային ժողովում մի տեխնացու Էդգար Ղազարյանին սպառնաց կտրել ականջներն ու լեզուն։ Լեզուն կկտրել մի հատ էլ տենց խոսը։ Սակայն ԿՊ խմբակցության քարտուղարի սպառնալիքներին որևէ համարժեք գնահատական չտրվեց իրավապահների կողմից։ Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիմումին ի պատասխան դատախազությունից հայտնել են, թե հանցակազմ չկա այս սպառնալիքների մեջ։ Արդյունքում ԿՊԱ-ականները գործի դրեցին բռունցքները։ Փաստ 2. 2024 թվականի ապրիլի 16-ին ոստիկանների հսկողության տակ գտնվող քաղաքացի Սամվել Վարդանյանին դիմակավորված բանդիտները դաժան ծեծի ենթարկեցին ու խոշտանգեցին։ Մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ ենթադրաբար դա ՔՊ-ի կողմից էր կազմակերպված՝ ի պաշտպանություն իրենց պատգամավոր Հակոբ Ասլանյանի, որին հանրային տրանսպորտում վիրավորել էր Սամվելը։ Փաստ 3. 2025 թվականի հունիսին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը թաղապետարանի աշխատակիցներից մեկին դաժան ծեծի ենթարկեց։ Նա ներկայումս տնային կալանքի տակ է, իսկ եթե լիներ ընդդիմադիր, վստահաբար կլիներ բանտում։ Փաստ 4. Օգոստոսի 4-ին Երևանում 3 քաղաքացու միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին էր Շանթ Բագրատյանը, ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ։ Խուլիգանություն։ Դեպքի արդիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, բայց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Փաստ 5. Սեպտեմբերի 8-ին ազգային ժողովի ԿՊ խմբակցության քարտուղարը ենթադրյալ խուլիգանություն դրսևորեց ազգային ժողովի միջանցքում, խախտելով պատգամավորի էթիկայի նորմերը, զզվելի վիրավորանքներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին։ Մինչ օրս նա անպատիժ է, պատգամավորի մանդատը վայր չի դրել, ինչպես եղավ Վիլեն Գաբրելյանի եւ մյուսների դեպքում։ Փաստ 6. Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մտերիմները քաղաքացու են առևանգել տարել ծեծի ենթարկել, որը գնացել էր իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով։ Ծեծվողի տիկնոջ Վերոնիկա Մելիքյանի պատմելով ամուսինը հայհոյանքներով ձայնային հաղորդագրություն է ուղարկել Սուրեն Թովմասյանին, ինչից մի քանի ժամ հետո ամուսին Արթուրին առևանգել են եւ դաժանաբար ծեծի ենթարկել մոտ 50 հոգու կողմից։ Իհարկե, հարուցված է քրեական գործ, սակայն մինչ օրս 50-ից որևէ մեկը չի հայտնաբերվել եւ պատասխանատվության չի ենթարկվել։ Փաստ 7. Սեպտեմբերի 16-ին լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ դիմակավորված անձը ծեծի է ենթարկել իրեն։ Դրանից առաջ համացանցում նա կոնֆլիկտ է ունեցել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ուղևարցը վճարած քաղաքացուն քաղաքապետարանի հսկիչը տուգանել է, հետո պարզել սխալ են տուգանել։ Լրագրողը հեգնում է Facebook-յան էջում, քաղաքապետարանի պաշտոնյան կապ է հաստատում, սկսում է հայհոյել, վիրավորել։ Հետո լրագրողին ծեծի են ենթարկում։ Իհարկե, հասարակական կարգի ծառայության պետը, որը հասարակական կարգի պահպանության պատասխանատուն է, գնաց արձակուրդ, բայց դիմակավորված անձը չի հայտնաբերվել։ Ահա ժողովրդավարական բաստիոնի դրսևորումները։ Ծեծը, խուլիգանությունն ու բռնությունը դարձել են անպատիժ գործողություններ։ Նիկոլ Փաշինյանը կասեր. կրիմինալապետություն։